Հալելույա, եկեք կանգնենք Տիրոջ առջև պարամանությամբ։ Աստված, եղիր մեծ արված, Աստված, եղիր մեծ արված, Քեզ փնտրողները ուրախանան քեզանով, Քեզ փնտրողները ուրախանան քեզանով, Քեզ փնտրողները ուրախանան քեզանով, Քեզնով, Քո փրկությունը սիրողները միասին երգեն, Քո փրկությունը սիրողները միասին երգեն, Աստված ես մեծ արված, Աստված ես մեծ արված, Աստված ես մեծ արված, դու մեծ արված, Միասին երկենք ով Աստված, 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 եղիր մեծ արված, Աստված, 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 եղիր մեծ արված, Քեզ փնտրողները ուրախանան քեզանով, Քեզ փնտրողները ուրախանան քեզանով, Քեզնով, Քո փրկությունը սիրողները միասին երգեն, Քո փրկությունը սիրողները միասին երգեն, Աստված ես մեծ արված, Աստված ես մեծ արված, Աստված ես մեծ արված, Աստված ես մեծ արված, դու մեծ արված, Միասին ասենք Աստված ես մեծ արված, 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 դու մեծ արված, Աստված, Աստված, եղիր մեծ արված, Աստված, Աստված, եղիր մեծ արված, Աստված, եղիր մեծ արված, Աստված, Աստված, եղիր մեծ արված, Հալելույա, կենթանի է նա, տվել է մեզ նա հաղթանակ և զորեք մենք հիմա, Հիսուսը կենթանի է, հավիտյան, կենթանի է նա, տվել է մեզ նա հաղթանակ և զորեք մենք հիմա, Հիսուսը կենթանի է, հավիտյան, Ալֆա և Օմեգան, նա է Ալֆան և Օմեգան, սկիզբն ու վերջն է, անեսքը քանդված է և ազատ եք մենք հիմա, Հիսուսը կենթանի է, հավիտյան, նա է Ալֆան և Օմեգան, սկիզբն ու վերջն է, անեսքը քանդված է և ազատ եք մենք հիմա, Հիսուսը կենթանի է, հավիտյան, Հալելույա,
եւ օմեգա, սկիզբն ու վերջը նա, անես կքանդված է եւ ազատ եք մենք հիմա, Իսուսը կենդանի է, հավիտյան, հավիտյան, կենդանի է նա, կենդանի է նա, կենդանի է նա, տվել է մեզ նա հաղթանակ եւ զոր եք մենք հիմա, Իսուսը կենդանի է, հավիտյան, հավիտյան, կենդանի է նա, կենդանի է նա, տվել է մեզ նա հաղթանակ եւ զոր եք մենք հիմա, Իսուսը կենդանի է, հավիտյան, հավիտյան, նա է ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը նա, անեսը քանդված է եւ ազատ եք մենք հիմա, Իսուսը կենդանի է, հավիտյան, հավիտյան, նա է ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը նա, անեսը քանդված է եւ ազատ եք մենք հիմա, Իսուսը կենդանի է, հավիտյան, հավիտյան, Ալելույա I love you, I love you, I love you, my Lord. I love you, I love you, I love you, my Lord. We thank you. We thank you, we thank you, we thank you, my Lord, we praise you, we praise you, we praise you, we praise you, my Lord, your name, your word.
I love you. My Lord. My Lord. I love you. I love you. I love you. I love you. My Lord. Amen, hallelujah. Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր որ մեզ միացել են ուղիղ եթերով, ինչպես որ արդեն պայմանավորվել ենք ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների համար եւ հատկապես երեխաների համար։ Առավել քան երբեք այսօր աստվածային բժշկության գերբնական միջամտությունը կարևոր է, որտեղ թշնամին գրոհում է սարսափելի հիվանդություններով, բայց Աստվածաշունչն ասում է, որովհետև ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարությունների հետ կարեկից լինել, այլ մի այնպիսի, որ ամեն բանով փորձված մեր նմանությամբ, բայց առանց մեղքի։ Այսինքն, բայց այնպիսին, որ անցել է բոլոր այն ճանապարհները, որպիսի ինձ ու քեզ հաղթանակ պարգևի։ Ստախոս են բոլոր նրանք, ովքեր որ ասում են հիվանդությունները մահվան համար է։ Մի տգետի ձայնագրություն էի լսում ես վերջերս, որ մի երեխայի համար ասում էր, որ մահանալու է։ Ես ասում եմ դու ստախոս ես, որովհետև սատանան, որ քո շուրթերով խոսում է, սուտ է խոսում, որտեղ բժշկություն կա ամեն հիվանդություններից ու ցավերից։ Դու անգրագետ ես, ես քեզ խորհուրդ կտայի Աստվածաշունչ կարդաս եւ մարդկանց վրա մահ չհռչակես, որտեղ մահ հռչակելու գործը դժոխքինն է։ Եվ դատարկ մեկնաբանություններ չանել իբրև Դավիթ թագավորը, ինչ Դավիթ թագավոր, նոր ուխտում Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ նրա վերքերով մենք բժշկություն ունենք։ Դավիթ թագավորի ժամանակ Քրիստոսի վերքերի բժշկությունը չկար։ Այսօր կա հավատքով ապաշխարության հնարավորություն։ Եվ ես ասում եմ, որ այդ երեխայի համար բժշկություն կա, եթե այդ երեխայի ծնողները սրտանց ապաշխարեն, դառնան իրանց մեղքերից, ընդունեն Հիսուսին իրանց սրտի մեջ Տեր ու Փրկիչ։ Ես կուզեի, որ այդ դատարկախոսները Քրիստոսի ավետարանի խոսքը մարդկանց կյանքում հռչակեին եւ ասեին Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունողի համար կա ողորմություն, որովհետեւ ավետարանը ասում է, որովհետեւ ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա, նա կարող է։ Եվ ես հիմա ուզում եմ հրավիրեմ բեմ Լիլիթ Քույրիկին, որը բժշկվել է սարկոմա ամենասարսափելի քաղցկեղից եւ ինքը վկայություն կտա։ Եթե ոմանք ասեն, որ մի հիվանդության համար քանի անգամ են վկայություն տալու, մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը, տգետների համար հատուկ հայտարարություն ունեմ, որ Քրիստոսի ավետարանի բժշկվածների թիվը միլիարդներ չի։ Եվ քանի բժշկված մարդիկ կան, որոնց վկայությունը մինչև այսօր 2026 տարի է մենք տալիս ենք։ Եվ ես վստահ եմ, որ Լիլիթը եւ այստեղ նստած շատերը պիտի վկայեն մինչև իրանց կյանքի վերջ իրանց բժշկության մասին։ Ես իմ ապաշխարության, ես իմ ազատագրության մասին ոչ թե հպարտանալով ինչ եմ արել անցյալում, ես դատարկապորտություններով չեմ հպարտանում, միայն հպարտ եմ Քրիստոսին ընդունելով, որ ողորմելի ոչնչից հանեց աղբի մեջից եւ դրեց իր թագավորության մեջ։ Ճիշտ է, մեկ-մեկ մարդիկ, որ վկայում են, քեզ թվում է, թե ափսոսում են, որ անցյալի կյանքից եկել են, կմտածես ես իմ ով են եղել եւ sense միացած խղճալի վիճակի մեջ են եղել։ Խղճուկ վիճակից եկել ես Աստծո թագավորության մեջ եւ ողորմություն ես գտել։ Եվ ես վստահ եմ, որ այսօր այս վկայությունը պիտի նորից շատերի սրտերի մեջ հույս բերի, որ շարունակեք աղոթել։ Մի լսեք մահվան
հրեշտակներին, մի լսեք նրանց, ովքեր որ ասում են հիվանդությունը մահվան համար է, հիվանդությունը Տիրոջ փառքի համար է, որ պիտի բժշկվես, պիտի ազատագրվես եւ կանգնես վկայես, որ Քրիստոս քեզ բժշկեց։ Քրիստոսով խափանում եմ, կապում եմ այդ բոլոր մարդկանց հռչակումները, որոնք մահ են հռչակում եւ ասում են, որ քո երեխան պիտի մեռնի, քո էսը պիտի մեռնի, այնը պիտի մեռնի։ Մենք մահից չենք, բոլորս էլ այս կյանքից հեռանալու ենք, բայց ժամանակին։ Եվ շատերը Լիլիթի համար ասում են, որ ոտքդ պետքա հեռացվի, բայց մենք ասեցինք, որ չի հեռացվելու, մնալու է եւ բժշկվելու է։ Լիլիթը հիմա իր վկայությունը կտա, որից հետո մենք կաղոթենք հիվանդներին։ Փառք Տիրոջը։ 3 տարի առաջ ինձ մոտ ախտորոշեցին քաղցկեղ սարկոմա տեսակի ոտքիս տակ։ Մոտ 7 սանտիմետրից ավել էր։ Առաջի վիրահատությունը սխալ վիրահատություն արեցին ու ավելի վնասեցին, արդյունքում ինքը ավելի գրգռվեց, ավելի մեծացավ ու եւ որ ես այդ գենետիկ անալիզը հանձնեցի, բարձվեց, որ այդ ուռուցքի կատաղությունը մոտ 70% է, այսինքն ինքը շատ արդեն ագրեսիվ վիճակում էր։ Ու ստեղի բժիշկները ասում էին, որ միակ ճանապարհը ոտքի հեռացումն է։ Զանգել էին Գերմանիա, այնտեղ էլ ասեցին, որ իմաստ չկա ստեղ գալու, ուղղակի հավատացեք Աստծուն, աղոթեք, եթե հրաշք լինի, պետք է Աստված հրաշք անի։ Ու մենք այդպես էլ արեցինք։ Սկզբնական իրենք ուզում էին հենց միանգամից ոտքս հեռացնեին, նոր քիմիատային, որ այդ ուռուցքը չտարածվեր ուրիշ օրգանների մեջ, բայց Տերը առաջնորդեց, մենք հավատքով որոշեցինք, որ առաջինը պետք է ես ստանամ քիմիաներ ու ընթացքը Տերը արդեն իր հրաշքները կանի։ Առաջի քիմիան եւ որ ստացա, ասեցին, որ առաջի քիմիայից ոչ մի փոփոխություն չի լինում։ Ուղղակի նոր քիմիան մտնում է օրգանիզմ։ Ես հիշում եմ, որ 2 շաբաթ էր անցել, ես բժիշկին ասեցի, ես պետքա ստուգվեմ նորից, ասեց, բայց իմաստ չկա, առաջինն ես հենց ստացել, երրորդից նոր պարզ կլինի, ազդելա թե չէ։ Ասեցի կապ չունի, վագեղբոր հետ աղոթք արեցինք, այնքան համոզեցի, ինքը մտածեց դե լավ երեխայա ոչինչ թող գնա, հետազոտվի, բայց գնացի ու պարզվեց, որ այդ ուռուցքը արդեն փոքրացել էր։ Հետո երկրորդ քիմիայից հետո նորից մեր տանը աղոթք արեցինք, վագեղբերը մարգարեացավ, ասեց, որ քո ոտքը չեն հեռացնելու, դու բժշկվելու ես, ու այդ խոսքի մեջ ինձ հավատք բերեց, որ ես համոզված էի, որ իմ ոտքը չեն հեռացնելու, ճիշտ է, վախեր կային, մտքեր մեկ-մեկ սատանան բերում էր, բայց ես հավատքով հետ էի շպրտում, դեմ էի կանգնում սատանային ու ասում էի, որ դու պարտված ես, Հիսուսն ավելի զորավոր է, քան այն հիվանդությունը, որ դու բերել ես իմ կյանքում։ Երկրորդ անգամ եւ որ ստուգվեցի, պարզվեց, որ այդ ուռուցքի արդեն կեսը չկա, ինքը լրիվ փոքրացել էր։ Երրորդից հետո նորից ստուգվեցի, այդ ժամանակ ինքս շատ քիչ էր փոքրացել ու որոշում էին արդեն, որ պետքա ինչ-որ մասնահատում անեն ոտքի ու ասեցին հեսա գլխավոր բժիշկը գա կորոշի ինչ չափով ենք հեռացնում ոտքդ։ Ու եւ որ Անդոն հասկացավ արդեն ոտքի հեռացման մասին է, ինձ դուրս հանեց սենյակից, ես անդամալույցի շարժասելյակի վրա էի նստած։ Հանեց, ասեց դու ստեղ սպասի։ Դուրս եկա ու սկսեցի աղոթել, ասի Տեր Աստված, միևնույն է, ես չեմ հավատում, որ իմ ոտքը պետքա հեռացնեն։ Եթե դու քո մարգարեի միջոցով ասել ես, որ քո ոտքը չեն հեռացնելու, ես հավատում եմ քո մարգարեի խոսքին։ Ես ընտրում եմ հավատալ քեզ, քո խոսքին, քան հավատալ սատանային, թեկուզ բոլոր բժիշկները նույն բանն են ասում։ Անցավ 2 րոպե, այդ գլխավոր բժիշկը դուրս եկավ, ասեց մի հատ ոտքդ հանի նայեմ, ստուգեց, մեկ է սենց արեց։ Չէ, ուռուցքը պոկված է 3 կողմից։ Մենք ուռուցքը կհեռացնենք։ Ու փառք Տիրոջը, ես այդ պահին այնքան հավատքով ավելի զորացա, ու այդ ընթացքում մի բան էլ ասեմ, ինձ Աստծո խոսքից մի համար է շատ ուժ տվել, ամենաշատը, դա Եսայի մարգարեության 53-րդ գլխի 5-րդ համարն է, որ ասում է Հիսուսը մեր փոխարեն խաչվեց մեր մեղքերի համար եւ մեր ցավերը վեր առավ եւ մենք նրա վերքերով բժշկվեցինք։ Եվ ես ամեն օր այդ խոսքը իմ կյանքում հռչակել եմ, որ ես Քրիստոսի վերքերով բժշկված եմ։ Ու այն ինչ անհնարին էր թե բժիշկների համար, թե պահիտակ իմ համար, որ Տեր Աստված շատ բարդ վիճակ է։ Բայց միևնույն է, Տիրոջ համար անհնարին ոչինչ չկա։ Տերը զորեղ է, ամենակարող է։
Ու այդ ընթացքում շատ հրաշքներ ա եղել, որ վկայեմ շատ երկար կլինի ու պատմեմ այս վերջի հրաշքը, որ նորից Տերը արեց։ Այդ վիրահատությունից մի տարի հետո նորից կրկնվել էր, որտեվ իրանք մեջը էլի թողել էին, սխալ վիրահատություններ եղել, էլի ճառագայթներով պետքա բուժեին, բայց էլի ասում են իմաստ չկա, որովհետև դու անդադ քայլում ես, սխմում ես ոտքդ, ինքը միևնույնն է նորից կրկնվելու է։ Մենք էլի ասեցինք, դուք չգիտեք, դուք ճառագայթը տվեք, մնացածը Աստված կանի, ու արդեն 2 տարի անցել է այդ ճառագայթից, որ իմ ոտքը մաքուր է, ոչ մի բան չի կրկնվել, փառք Տիրոջը, ու այս վերջի վկայությունը, իմ արյան այս 3 տարի, որ ստուգվում եմ, թրոմբոցիտները միշտ բարձր էր գալի, գնալով բարձրանում էր, ու այս վերջում, որ անալիզ տվեցի, պարզվեց, որ արդեն շատ բարձր է, բժիշկը ասեց, պետք է ինչ-որ գենետիկ թրոմբոցիտների անալիզ հանձնենք, ինքը կարող է այդ քիմիաներից ինչ-որ վնասվել է, թե ինչ, կամ արագ է մակարդվում, կամ դանդաղ, երկուսն էլ շատ վտանգավոր է։ Ու այս մեր վերջի թեմայի հետ կապված, որ Վագ խոսում էր, որ մի այնպիսի քահանայապետ չունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ մի այնպիսի քահանայապետ, որ ամեն բան կարող է ու մեր տկարությունները կարող է վերառնել, ու ես ծառայության ժամանակ եւ որ Վագ աղոթք էր անում, սենց ուղղակի այդ խնդիրը հանձնեցի Տիրոջը, ասի իմ քահանայապետ, դու կարող ես նույնիսկ այս խնդիրը մի քանի օրում լուծել։ Ու չանցած երևի մի շաբաթ հետո ես նորից այդ անալիզը հանձնում եմ, այդ գենետիկ, այդ բոլոր խորացված անալիզներով, ու գալիս է մի անգամից լրիվ մաքուր այդ թրոմբոցիտները իր այդ չափի մեջ, ու ես բուժում չեմ ստացել։ Ես ընդամենը աղոթք եմ արել, հանձնել եմ Տիրոջը, ու տանն էլ Անդրանիկն ու Ռեբեկան էին շատ աղոթում, ոնց որ Տերը միաբան մեր աղոթքը լսելով, փառք Տիրոջը, մի վկայություն էլ անեմ։ Մենք մեր քիմիաթերապևտին հարցրեցինք երեխա ունենալու հետ կապված, հնարավոր է, հնարավոր չի եւ այլն։ Ինքը ասեց, դե պետքա ստուգվես ու այդ շատ երկար ինչ-որ վիրահատական միջոցներով են ստուգում, բուժումներ եւ այլն։ Տենց ես ու Անդրանիկ եղբայրը որոշեցինք, լավ, թող ամառը գա, կգնանք կստուգվենք։ Ու գիտեք հետաքրքիրը որն էր։ Մենք չհասցրեցինք բժիշկի գնանք։ Տերը հրաշք արեց ու մենք հիմա մեր երկրորդ բալիկին ենք սպասում։ Ու փառք Տիրոջը այդքան քիմիաներից հետո, այդքան բուժումներից հետո, եւ որ մենք աղոթում էինք, որ այդ քիմիան պետքա վնասի ու ազդի միայն այդ ուռուցքի վրա, հենց այդպես էլ Տերը մեր աղոթքը լսել է ու արել է, այդ քիմիան ազդել էր մենակ ուռուցքի վրա, ու ես հիմա բոլոր անալիզները փառք Տիրոջը ցույց է տալիս, որ ամեն բան կարգի մեջ է, ու Տերը շարունակում է իր հրաշքները։ Փառք Տիրոջը, Վագ շատ շնորհակալ եմ։ Փառք Տիրոջը այս վկայության համար, եկեք Տիրոջը փառք տանք, որովհետև բոլոր հրաշքների հեղինակը մեր Տերն է, Հիսուս Քրիստոսն է։ Եվ ես ուզում եմ, որ այս դավանությունը պինդ բռնես, երբ որ դու ասում ես իմ քահանայապետ, դու ասում ես նրան, որ դու անցել ես խաչի, փառավոր, հաղթանակի ճանապարհով, ինձ համար, որ ես ապրեմ, որ մահը իմ վրա իշխանություն չունի, ոչ մի անեծ, ոչ մի դժոխքի ուժ, ոչ մի խավարի ոգի, ոչ մի սխալ հռչակում ու դավանություն, մարգարեություն իմ կյանքի վրա իշխանություն չունի։ Ես բժշկված եմ, ասա, ես ազատագրված եմ, եւ ես բարձրացնում եմ իմ ձեռքերը ամեն սատանայի խավարի դիվային ուժերի, ամեն հիվանդությունների եւ ցավերի վրա, քո վրա որևիցե մի հիվանդություն իշխանություն չունի, եւ ես Հիսուսյանով ջախջախում ու քանդում եմ հիվանդության շղթաները, լինի ուռուցք, լինի տարբեր տեսակի քաղցկեղի տեսակներ, սարկոմա, ես Հիսուսի արյան զորություն եմ հռչակում, նրա արյան զորությամբ դուրս եմ գալի ամեն հիվանդությունների, ցավերի, անեծքների, թուղթուկների, կախարդությունների դեմ եւ քանդում եմ Հիսուսյանով քո կյանքի վրա եղած թշնամու կողմից բերված ամեն տեսակի հիվանդությունները, ցավերն ու անեծքները, դու բժշկված ես Հիսուսի արյան զորությամբ, որովհետեւ ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ
չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել, այլ այնպիսին, որի մոտ մենք կարանք համարձակությամբ գանք եւ պատշաճ ժամանակիր շնորհք եւ ողորմություն գտնենք նրանից։ Եվ այսօր քո ողորմության ժամանակն է։ Ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա, ձեռքը դիր քո երեխայիդ վրա, ձեռքը դիր բոլոր նրանց վրա, ովքեր որ քո կողքն են։ Եթե դու հիվանդասենյակում ես, կանգնած ես, ծնկած ես, պառկած ես, ինչ դիրքի մեջ որ կաս, մնա աչքերդ փակի, երկինք հառի քո հոգուտ հայացքը եւ ասա Հիսուս, կանչիր նրա անունը, աղաղակիր, բարձրացրա քո ձայնդ, մի ամաչի, բարձրացրա եւ ասա Հիսուս, քո պալատի մեջ պառկած հիվանդների համար, աղոթում եմ, որ քո զորությունով Տերս հպվես, մաքրես, խավարացրես եւ լցնես քո ներկայության բոլոր այն հիվանդասենյակները, այն տներն ու այն ընտանիքները, Տեր, որտեղ որ հիմա աղոթք կա բարձանում, երկիր, արարիչ Աստված, թող բժիշկները միայն հետազոտեն եւ ասեն այլևս հիվանդություն չկա, այլևս ուռուցք չկա, այլևս որևիցե մի հիվանդության պատճառ չկա, որ դու բուժվես։ Հիսուսի վերքերի բժշկությունը, Հիսուսի վերքերի բժշկությունը, քահանայապետ, իմ հրաշք քահանապետ, բերեմ քո սուրբ ձեռքերիդ մեջ բոլոր նրանք, ովքեր որ այսօր ինչ-ինչ տկարություններով պառկած են, իմ զորավոր քահանապետ, իմ կարող քահանապետ, իմ հրաշալի քահանապետ, որ դու ոչ մի աղոթք չես մերժել։ Ես աղոթում եմ այն երեխայի համար, որ սոցցանցերում տարածված է, գումար են հավաքում։ Ես խոսում եմ այդ երեխայի մարմնի վրա, բոլոր այն հատվածներում, նույնիսկ եթե մետաստազները տարածվել են։ Ես Հիսուսի անունով կապում եմ այդ քաղցկեղի սարկոմա տեսակը եւ դուրս եմ շպրտում իմ քահանայապետ Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ հակառակ բոլոր այն դատարկապորտ խոսքերի, ասածների, ես ասում եմ այդ երեխայի վրա բժշկություն։ Ես խոսում եմ բոլոր երեխաների վրա, ովքեր որ քաղցկեղից տառապում են, հիվանդության տարբեր տեսակներով, լեյկեմիայով, արատներով, իծնե, բնածին ամեն տեսակի հիվանդություններով, բոլոր այդ նորածին եւ բոլոր այն երեխաները, որոնք որ ունեն այդ հիվանդությունները, Տեր Հիսուս Քրիստոսի վերքերի բժշկություն եմ խոսում։ Հիսուսի արյան զորությամբ, Հիսուսի արյան զորությամբ, լինելով Տիրոջ եկեղեցին, լինելով Տիրոջ մարմինը, մենք փառավոր հաղթանակ ենք հռչակում եւ ջախջախելով քանդում ենք խավարի կապանքները։ Եվ խոսում եմ Հիսուսի արյան զորությունը, վերքերի բժշկությունը, ամեն ցավ, ամեն հիվանդություն, վեր արտեր։ Հայաստանի բոլոր հիվանդանոցների համար եմ աղոթում։ Այդ հիվանդանոցներում ծանր վիրահատություն անող վիրահատարաններում բժիշկների համար եմ աղոթում, որ նրանց ձեռքերը վերցնես եւ նրանց ձեռքերով հրաշքներ անես։ Տերս աղոթում եմ, որ քո զորությամբ եւ քո աստվածային ուժով լցնես այդ բոլոր բժիշկներին, իմաստություն տաս, շնորհք տաս, նրանց հրաշքը Տեր իմ Աստված թող քեզանից լինի եւ թող նրանք փառավորեն քո սուրբ անունդ։ Այդ բոլոր բժիշկները, որոնք որ պայքարում են մարդկանց կյանքի համար, ես աղոթում եմ, որպեսզի նրանց սրտերի մեջ լույս վառես, թակավորես, այցելես նրանց էլ Տեր իմ Աստված քո ողորմած ուժով գերբնական օծես եւ շնորհք տաս։ Փառք ես Տերս։ Ես հավատում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որ նույնիսկ այս ձայնագրությունն են նայելու, այս բժշկարար զորությունը, այս վկայության հզոր, սուրբ, զորավոր, օծության ալիքը հպվելու է եւ ջախջախվելու են հիվանդություններ, կախվածություններ, կապանքներ, ամեն տեսակի թմրադեղերից, ամեն տեսակի տարբեր տեսակի սովորություններից, կախվածության ամեն կապանքները քանդում եմ, Հիսուսյանով սաստում եմ, ամեն դիվային խավար ուժերը կանգնած այդ հիվանդության ետևներում, Տեր Հիսուսյանով շաքարախտ, քաղցկեղ, ամեն տեսակի դեպրեսիկ, հոգեկան հիվանդությունները, Հիսուս Քրիստոսի զորով հալածեմ ետի սանցի սատանա, դուրս Հիսուսյանով, բոլոր այն երեխաների, տղաների, աղջիկների, կանանց տղամարդկանց կյանքից, սաստում եմ Հիսուսյանով եւ փառավորում եմ քո մեծ ու պատվական անունը Հայրս, Հիսուսի զորավոր անունով, փառք ես Տեր, փառք ենք մենք։
շնորհակալ ենք քեզանից։ Այս երկրպագության, այս գոհության երկի ժամանակ շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ, որտեղ Տիրոջ բժշկարար զորությունը շարունակում է մաքրել աշխարհի որ ծայրում է լինես, որ հիվանդանոցում է որ լինես, նույնիսկ Գերմանիայի ամենահզոր ուրուցքաբանական հիվանդանոցում միևնույն է Տիրոջ ողորմությունը ավելին է քան մարդկանց։ Հավատքով բեր քո ձեռքերը, հանձնիր Տիրոջ ձեռքերի մեջ քո կյանքը, Հիսուս քո ձեռքերի մեջ եմ բերում եւ ողորմություն եմ խնդրում հրաշագործ Աստված։ Բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառք ենք տալիս քեզ, գոհանում ենք Տեր, իշխանության բանուր եմ Հիսուս, քո անունով խափանում եմ այդ հիվանդության ողջ ուժն ու զորությունը եւ կյանք ու բժշկություն եմ խոսում, բժշկություն, բոլոր այդ հիվանդների մարմնի վրա, լյարդի, թայծախի, ամեն տեսակի հիվանդությունների վրա, երիկամների, սրտանոթային, բոլոր նրանք ովքեր որ հեգրանքով ծաղրով են նայում, թող քո զորությունդ հպվի նրանց, եւ նրանց սրտերը դառնան Տեր։ Ես արաքնորը Ջիզուս։ Ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Գալիս եմ քեզ մոտ, գալիս եմ քեզ մոտ, Հիսուս, քեզ համար անկարելի անարի ոչինչ չկա, այս մանուկը որ նայում է, այս երիտասարդը, այս սիրուն, այս տղամարդը, ես քո բժշկություն եմ խոսում, որ նա գլխից մինչև ոտքի Փառաբանության Հիսուսյանով բոլոր հիվանդությունները, Տեր Հիսուսյանով ես խոսում եմ, քեզ զորությամբ, Ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում։ Հալելույա, փառք ես Տեր։ Ես հավատում եմ քո հրաշագործ զորավոր ամենակարող փառավոր շնորհքին եւ քո արյանդ մեջ եմ բերում բոլոր նրանց ովքեր որ հիմա նայում են։ Եթե հիմա նայում ես ինձ, բաց քո շուրթերդ եւ ասա. Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես Տեր ու Փրկիչ, ներիր ինձ, մաքրիր ինձ քո արյամբ։ Ես դառնում եմ իմ մեղքերից դեպի քո փառավոր խաչի հաղթանակը։ Հիսուս, բարձր ասա այս անունից սարսափում եւ դողում է ողջ դժողքը։ Ասա Հիսուս, դու իմ Տերն ես։ Հալածիր իմ կյանքից ամեն խավար ուժերը, ամեն դիվային ոգիները, քանդիր ամեն անեծքները։ Եվ ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր որ մեզ YouTube-յան ալիքով, Facebook-ով, տարբեր սոցցանցերով նամակներ են ուղարկել, եւ ես աղոթում եմ ձեր բարեկամների, ձեր ծնողների, ձեր երեխաների անունը կարևոր չի, ձեզ Տերը ճանաչում է, ձեր անունով ես բերում եմ ձեզ նրա ձեռքերի մեջ եւ խոսում եմ, որ բժշկարար զորությունը մաքրի ու ազատագրի հենց հիմա։ Ասա ես բժշկված եմ, բաց քո բերան, ասա ես բժշկված եմ Հիսուսի վերքերով։ Եվ սկսի կարդալ նոր կտակարան, անպայման, որ Աստված քո հետ խոսի։ Միացիր Տիրոջ եկեղեցուն, Տիրոջ մարմնին, որ այդ հիվանդությունը քո կյանքում չկրկվի։ Ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 կարող ես անձամբ ներկա լինես եկեղեցու ծառայություններին եւ վայելես
Տիրոջ փառավոր օրհնյալ ներկայությունը, նրա շնորհքն ու սերը եւ լսես նրա բոլոր խոստումներն ու հայտությունները քո կյանքի վերաբերյալ եւ չապրես որբ եւ չապրես միայն Աստծո հետ կամ Աստծո համար այն ժամանակ, երբ որ քեզ պետք է, որտեղ Աստված նամանավանդ վերջի օրերում Տիրոջ երկրորդ գալստյան նախաշեմին քեզ պետք է ամեն վարքյան։ Թող Տիրոջ սերն ու ողորմությունը եւ նրա զորությունը լուսավորի քո հոգու աչքերը եւ բացի, որ տեսնես իրական կյանքը, որ Տիրոջ մեջ է, Քրիստոսի մեջ է։ Փառք Հիսուսին։ Եվ ես քեզ հրավիրում եմ, կարող ես ներկայանալես Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12 հասցեով նշված է օրերին եւ կարող ես միանաս այդ օրերին երկուշաբթի ամեն 630, չորեքշաբթի ամեն 630 եւ ամեն կիրակի 230 Տեր օրհնի, մնաս Աստծո խաղաղությամբ, եղիր բժշկված եւ մի լսի ոչ մեկի ստին, ոչ մի հիվանդություն, ոչ մի թավ Աստծուց չի։ Դա ուղղակի մեր ապրած սխալ կյանքից է, բայց մենք երբ որ դառնում ենք Քրիստոսին, Տերը իր արյա մաքրումա, բժշկություն կա, կյանք կա, մահը իշխանություն չունի։ Ով որ հանկարծ ասի, որևիցե մի ստախոս, եթե ասի, որ քո երեխան հիվանդացել է, պետք է մահանա, այս եկեղեցում ոչ մի հիվանդ չի մահացել։ Հիվանդները բժշկվել են, հիվանդները կանգնած են այստեղ, փառավորում են Տիրոջը, մեծարում են Լիլիթի նման ծանր հիվանդ չենք ունեցել, եւ եթե Աստված ողորմություն արել Լիլիթին, նաեւ անելու է քեզ, հավատա, որ Աստծո սերը անաչառ է։ Տեր օրհնի, մնաս Աստծո զորության մեջ, ամեն։